Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր մեր հարգարժան սրբազանները գտնվում են կալանքի տակ, Արշակ սրբազանը, Բագրատ սրբազանը, Մկրտիչ սրբազանը, Միքայել սրբազանը, նրանք գտնվում են կալանքի տակ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ով կատարում է Փաշազադեի հրահանգները, նրանք գտնվում են կալանքի տակ, որովհետև չեն ցանկացել կրպանային դարձնել մեր եկեղեցին։ Այսօր հանրությունը եւ ողջ ժողովուրդը պետք է իմանա, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանին օժանդակում են այսպես կոչված որոշ հոգևորականներ։ Ինչու այսպես կոչված, որովհետև նրանք մորթապաշտությունն ու նյութականը վեր են դասել հոգևորից եւ եկեղեցուց։ Եվ միացել են հակաեկեղեցական այս արշավին։ Մենք այսօր գտնվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Այստեղ տեղի է ունեցել մի միջոցառում, որը եկեղեցական կանոններին հակասում է։ Եվ այդ հակականոնական միջոցառման պատվիրատուն եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ կատարողը եղել է Նավասարդ Կճոյանը։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ամոթանք տանք Նավասարդ Կճոյանին։ Ամոթ! 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 Հարգելի հայրենակիցներ, նաև մենք ուզում ենք կրկին անգամ խնդրել հայոց ամենայն կաթողիկոս Գարեջին երկրորդին կարգալույս անել Կճոյանին և հուդայական այդ խմբակի մյուս հանցագիծներին։ Ինչպես նաև ցանկանում ենք այստեղից եկեղեցու բակից ողջունել մեր սրբազան հայրերին և բոլոր քաղբանտարկյալներին, որոնք այսօր ապօրինի կալանքի տակ են գտնվում և մաղթել նրանց շքամբույթ ազատություն։ Ազատություն! 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 Խոսքը փոխանցում եմ Աղեկյան Սոնային։ Սիրելի ժողովուրդ, այսօր դավաճանություն է տեղի ունենում։ Տեսնում ենք, որ շինծու մեղադրանքներով մեր սրբազաններն են կալանավորվում։ Հարձակվել են մեր առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Բազմաթիվ հանրային գործիչներ, որոնք անմեղ են, գտնվում են կալանավայրերում։ Մայր Հայաստանը դատապարտում է այս թրքամետ քաղաքականությունը։ Ամոթալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս արշավին են միացել որոշ կարելի է ասել սիկրետ հոգևորականներ։ Նրանք անգամ ակնորական ինչ են սպասել, որպեսզի իրենց դավաճանական գործողություններով աչքի ընկնեն։ Եվ նրանք հավասարապես կիսում են այս թրքամետ քաղաքականության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա հարձակման և դավաճանական քայլերի ողջ պատասխանատվությունը։ Մենք կոչ ենք անում, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը իր տեղում իր ակտիվությունը ցուցաբերի և մերժի այս իշխանության դավաճանական քայլերը։ Յուրաքանչյուրս մեր տեղում մեր խաչը պիտի կրենք, որպեսզի վաղը իրար երեսի նայելուց չամաչենք։ Այս ամենը, սիրելի քաղաքացիներ, անցնելու է գնա, մարդ մնալն է մնալու։ Եվ մենք այսօր սատարում ենք մեր բոլոր սրբազաններին, ովքեր ապօրինաբար և շինծու մեղադրանքներով կալանավարվում են, մենք սատարում ենք մեր հանրային անմեղ գործիչներին, ովքեր կալանավարվում են, և դատապարտում ենք նրանց դեմ իրականացվող այս դավաճանական գործողությունները Հայաստանում տեղի ունեցող թրքամետ քաղաքականությունը։ Ամոթ նրանց դավաճանածներին։ Ամոթ! 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 Խոսքը փոխանցում եմ Նիկ Մալխասյանին։ Պետք ունենալուց եմ փորձել եք առաջնորդարան մտնել, որովհետև առաջնորդարանում է հիմա Սրբազան Կճոյանը։ Կարծում եք ես տեղից եմ գնացի, հա։ Հարգելի հայրենակիցներ, այս եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաքրիստոնեական, հակաեկեղեցական արշավը, որպեսզի ավելի ճիշտ հասկանանք և չլինեն մոլորվածներ, որ մտածեն, որ կարող է Նիկոլ Փաշինյանը որտեղ իրոք ուզում է ինչ-որ բան փոխի։ Մի հատ
այդ հարցին պատասխանելու դրամաբանության մեջ հիշեք, թե Նիկոլ Փաշինյանը այս 7 տարիների ընթացքում ինչ է գործել։ Գործանելուց բացի ոչ մի բան չի արվել։ Եվ այդ բանաձևի շրջանակներում եկեղեցու դեմ պայքարի էլի ավելի հեշտ պատկերացնելու համար նշեմ, որ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի այս կատաղի արշավը սկսվել է այն բանից հետո, երբ Ժնևում ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացրեց արցախահայերի վերադարձի իրավունքը եւ իրավունքի մասին խոսեց եւ բարձրացրեց Բաքվում գտնվող մեր հայ գերիների վերադարձի խնդիրը։ Դրանից հետո Փաշազադեն ելույթներով հանդես եկավ, դատապարտեց հայ առաքելական եկեղեցուն եւ ըստ էության կոչեր արեց, որպեսզի հայ առաքելական եկեղեցին ըստ էության կազմաքանդվի։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է եկեղեցին կազմաքանդելու, եկեղեցին վերացնելու գործին։ Եվ այն մարդիկ, այն եպիսկոպոս կոչվածները, ովքեր այս կռվում միանում են Նիկոլ Փաշինյանին, ըստ էության իրեն կատարում են Փաշազադեի հրահանգները։ Եկեղեցին բարեփոխելը ինչ է, ինքը անելու է Նավասարդ Գջոյանի միջոցով, այն Գջոյանի միջոցով, որին նա ասում էր Բենթլի Սամո, այդ հիմա ասում են 8, 10, 9 եպիսկոպոս միացել ինչ որ թիվ են հնչեցնում։ Ժողովուրդ ջան, այդ թիվը հնչեցնում են կոլեկտիվ անհատական դավաճանությունը կոլեկտիվ ինչ որ աջակցության տակ թաքցնելու համար։ Դա կոլեկտիվ հուդայություն է, կոլեկտիվ հուդայականություն է այդ ամեն ինչը։ Եվ այդ եպիսկոպոսները, այդ թվում նաև Նավասարդ Գջոյանը, ով միացել է Նիկոլ Փաշինյանին, ես իրենց ուզում եմ հռետորական հարց տալ։ Արդյոք միանալով իրենք կիսում հռետորական, որովհետև համոզված եմ, որ այդ նյութապաշտ եպիսկոպոսները կիսում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության բոլոր պատասխանատվությունները։ Արդյոք ինքը համաձայն է եւ հավանություն տալիս է 4 եպիսկոպոսների բանտարկությանը։ Ես կարծում եմ, որ այո, տալիս է այդ հավանությունը հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ եւ աջակցելով Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք նա հավանություն տալիս է դրանով մյուս քաղբանտարկյալների բանտարկությանը։ Այո, տալիս է։ Արդյոք նա հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի այն քաղաքականությանը, որի արդյունքում եւ կիսում է պատասխանատվությունը, որի արդյունքում Արցախը հայաթափվեց, 120,000 մարդ դարձավ գաղթական, Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Այո, կիսում է, ես համոզված եմ, Նավասարդ Գջոյանն էլ, մյուս բոլոր եպիսկոպոսներն էլ կիսում են այդ պատասխանատվությունը եւ Նիկոլ Փաշինյանը հավասարապես պատասխանատու են այդ ամեն ինչի համար։ Այս հարցերի շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Եվ ես այսօր ուզում եմ նաեւ մեր ողջունի խոսքը հղել Շիրակի թեմի հոգևորական դասին, ով ըստ էության իրական հոգևորականի, համակարգային հոգևորականի պես իրենց պահեցին։ Նրանք մերժեցին Դավադի, Նիկոլների դավադրությունը ընդդեմ հայ առաքելական եկեղեցու եւ Շիրակի թեմից ոչ մի հոգևորական չհամաձայնվեց գնալ եւ այդ պատարակը մատուցել, նիկոլական պատարակը մատուցել։ Հիմա ինքը ստիպված ինչ որ քահանաները իր հետ տանելու այնտեղ պատարակ անցկացնելու համար։ Գջոյաններ եւ մյուս եպիսկոպոսներ, օրինակ վերցրեք Շիրակի թեմի հասարակ քահանաներից։ Մեր զորակցությունը Շիրակի թեմին եւ Շիրակի թեմի քահանաներին, որոնց առաջնորդն է հիմա բանտարկված, ինչպես նշեցինք, Միքայել Սրբազանը, նրա հետ Բաքրատ Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը։ Ամոթ, 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 այո, ազատություն սրբազաններին, ազատություն, 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 ազատություն։ Ակցիայի հարգելի մասնակիցներ, հարգելի լրագրողներ, երևի թե Գջոյանը չի լսում, ուստի մենք լսումը դե չի արձագանքում, միգուցե մի քիչ ավելի մոտենանք Գջոյանին։ Առաջարկում եմ մոտենանք առաջնորդարանին եւ մեր ամբողջի ակցիան ավարտենք հենց այժմ։ Ուդայական խմբակի մասնակիցները իմանան, որ ոչ ոք չի մոռանալու իրանց այդ դավաճանական քայլը։ Մենք բոլորին բացահայտելու ենք անուններով, բացահայտելու ենք նրանց կերպարները։ Նույն այդ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է Գջոյանին,
պահպանելով Bentley Samo, Offshore Samo, եւ այսօր, քանի հայ կգտնվի, որը կհավատա նրանց անկեղծությանը, մենք մեր խաչը եւ յուրաքանչյուր հայ տանելու է արժանապատվորը։ Թող իմանան Կճոյանը եւ մյուս բոլոր հուգաները այդ խմբակի, որ իրենք մերժված են քրիստոնյաների կողմից եւ այս ամենը մի օր ավարտվելու է։ Մենք պարզապես պետք է լինենք միահամուռ եւ չվախենանք, չկրտենք եւ չլռենք։ Այսքանով մեր ակցիան համարում եմ փակված։ Եվս մեկ անգամ եկեք բացականչենք։ Ամոթ Կճոյանի! Ամոթ Կճոյանի! Ամոթ! 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 Համասար Կճոյան, դուք հավասարապես Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն եք կրում Միքայել Սրբազանի, Աշակ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի, Բաքրատ Սրբազանի բանտարկության համար եւ բոլոր բանտարկյալների համար եւ հավասարապես պատասխանատվություն եք կրում Նիկոլ Փաշինյանի վերածայնաղետների համար, որը երկիրը տանում է կործանման։ Ամոթ! 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 Դավաճան Կճոյանին ամոթ։ Շնորհակալ